Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նաև գիտեք, մենք ջատագովն ենք մի հիմնադրամի ստեղծմանը, որը կօգներ հեռուստաընկերություններին եւ գնել եւ արտադրել հանրօգուտ բովանդակություն եւ կարծես այդ ֆոնդի ստեղծումը իր վերջնակետին է գալիս, կառավարությունում երեք նույնիսկ էլի քննարկումներ կար, միայն խնդիրը, որ տարաձայնությունները առաջացնում դա ֆինանսավորման աղբյուրներն են այդ հիմնադրամի եւ երբ որ հիմնադրամը գործի, ինքը կփորձի օժանդակել հանրօգուտ հաղորդումների ստեղծմանը կամ գնմանը, ինչը կթեթևացնի եւ հեռուստաընկերությունների շատ ծանր ֆինանսական վիճակը եւ կնպաստի, որպեսզի աճի մշակութային, սպորտային, կրթական հաղորդումների քանակը մեր կոմերցիոն հեռուստաընկերություններում։ Մի շատ կարևոր խնդիր կա, որը քննարկում է եւ լուծում չի ստանում, դա սեփականատերի եւ ֆինանսական թափանցիկությունն է հեռարձակողների եւ այս վերջերս Եվրոխորհրդարանի նախարարների կոմիտեն արդեն համապատասխան դիրեկտիվա ընդունել եւ իրենց հանձնարարականը իջեցրել անդամ պետություններին նաեւ Հայաստանում մենք հույս ունենք որ դա խթան կհանդիսանա եւ մեզ մոտ շատ շուտ ընդունեն այդ օրենքը եւ ինչը մենք շատ ենք կարևորում որովհետեւ այդ թափանցիկությունը եթե Հայաստանի հասարակությունը շատ լավ քաջատեղյակ լինի ինչ քաղաքական ուժերին է պատկանում այդ հեռուստաընկերությունը, ինչ ֆինանսատնտեսական խմբավորումներին է պատկանում, ինքը կարողանա, դե բոլորը գիտեն, բայց դրա իրավական կարգավորումներն են պետք, եւ դրանով մենք կարողանանք արդեն հասարակությունը ինքնակարգավորման միջոցով ազդել այդ հեռուստաընկերությունների գործունեության վրա։ Սա է, այսինքն ամենակարևոր խնդիրներն է, ես կարծում եմ, որը պետք է մենք դրա վրա ուշադրություն դարձնենք, մնացածը նորից եմ կրկնում, մեր տարեկան հաղորդման մեջ կա եւ նաեւ մենք մի շատ լուրջ առաջարկ ունենք, մենք կարծում ենք, որ այս պայմաններում, երբ որ մեծամասամբ տեղեկատվական հոսքերը տեղափոխվել են համացանց, որպեսզի հանրային մուլտիպլեքսում կարողանան նորմալ մրցակցել, նորմալ բիզնես նախագծեր իրականացնել եւ գումար աշխատել հեռուստաընկերությունները, մենք կարծում ենք կարելի է նաեւ դիտարկել հանրային մուլտիպլեքսում սլոթերի քանակի կրճատումը, որովհետեւ ավելի լավ ունենալ 2-3 լավ հեռուստաընկերություն, պինդ, լավ փողեր աշխատող, հստակ վերահսկողության տակ, բովանդակություն արտադրող, քան տասնյակ հեռուստաընկերություններ, որոնք որևէ նորմալ բովանդակություն չեն պարունակում, օրինակ մենք ունենք 7 կոմերցիոն հեռուստածրագրեր, որոնք ունեն մայրաքաղաքային ծածկույթ, մենք կարծում ենք, որ մայրաքաղաքային ծածկույթի համար այդպիսի շատ հեռուստածրագրեր անհրաժեշտ չեն, որովհետև ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք տենդենսը նվազեցնել հեռուստածրագրերի քանակը հանրային մուլտիպլեքսում եւ միաժամանակ բարձրացնել իրենց բովանդակության որակը։ Սա է ուզում ասեի, որ մենք կարող ենք այդ մասին խոսալ, մենք շատ լավ հասկանում ենք, որ այս բոլոր խնդիրները շատ մասնագիտացված են եւ հասարակության ուշադրությունից դուրս են, առաջնություն հասարակությունը չի համարում, մենք մեծ ողջավորությամբ անցյալ տարի առցանց դիմում բողոքների մոդել մտցրեցինք մեր մոտ եւ կայքում կարմիր կոճակ ենք անունը դրել, ցանկացած մարդ կարող է առցանց 2 երկրորդ մեջ իր բողոքը գրի, իր առաջարկությունները եւ այլն 5 ամիս գործում է դա, մենք ստացել ենք ընդամենը 6 բողոք առցանց, որոնցից 4-ը վերաբերելի չի մեր հանձնաժողովին, այսինքն ոչ մեկին մենք տեսեք, մենք բողոքում ենք, չէ, բոլորս անորակ բովանդակությունից, չարությունից, ատելության խոսքից, անորակից, բայց մենք որևէ բողոքներ չենք ստանում եւ մեր հաղորդման մեջ կա 95% ավել վարչական վարույթները այս կամ այն խախտումների համար մենք նախաձեռնել ենք մեր մոնիտորինգի արդյունքներով։ Բողոքների այնինչ ամբողջ աշխարհում հասարակության միջոցով է դա արվում, օրինակ մի շարք երկրներում եվրոպական, նույն Բելգիայում կամ Շվեյցարիում, գործում է միայն
բողոքի ինստիտուտը, այսինքն այնտեղի կարգավորող մարմինները մշտադիտարկմամբ չեն զբաղվում։ Մենք երբ կհասնենք դրան չգիտեմ, բայց դա էլ ճիշտ ասած մի քիչ հիաստատեցնող խնդիր է։ Ինչքան ունեմ ժամանակ։ Ես շատ կարճ, ես նաև այստեղ լավ, շատ կարճ։ Տեսեք, ես նաև շատ եմ ուզում ձեր ուշադրությանը դարձնել ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների դրականի մասին չեմ խոսա, բացասական հետևանքների մասին։ Տեսեք, մի օրինակ միայն բերեմ, որովհետև հաջորդ տարի սպասում են համապետական ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ եւ ըստ անտրական օրենսգրքի, որի դեմ մենք պայքարեցինք, բայց ինչպես միշտ մեր կարծիքը հաշվի չառան, բոլոր յուրաքանչյուր հեռուստաընկերություն պետք է անվճար 25 րոպե տրամադրի յուրաքանչյուր կուսակցությանը։ Այսինքն անկախ հեռուստաընկերությունը, որի վրա տասնյակ սահմանափակումներ են դրած, որոնք կոշտ բանի տակ են վերահսկողության, նրանք պետք է յուրաքանչյուր կուսակցության համար 25 րոպե նվեր անեն։ Մենք հաշվեցինք, որ մենք ունենք 22 լիցենզավորված հեռուստաընկերություն, չհաշված հանրային հեռարձակողին, մարզերում հանրապետական ծածկույթի եւ մայրաքաղաքային ծածկույթի եւ ստացվում է, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն որ 550 րոպե պիտի տրամադրի կուսակցություններին։ Դա նշանակում է, որ հեռուստաընկերությունները կզրկվեն 22-ը բազմապատկեցի 25 րոպեի, հա, եւ 22 կուսակցությունն մասնակցել։ Չէ, 27 մասնակցում է, 22 բան են մասնակցում, 22 հեռուստաընկերություն կա։ 22-ը բազմապատկենք 25-ի, հետո երբ որ օրինակի համար 10 կուսակցություն եթե մասնակցի, ոչ պակաս հանրապետական բաները, կլինի 5500 րոպե կամ 91 ժամ։ Ամբողջը միասին 91 ժամ 91 ժամ առաջինը մենք հնարավորություն չենք տալի հեռուստաընկերություններ գոնե այդ ժամանակ ինչ որ փոքր գումար աշխատել, երկրորդը եթե մենք վերցնենք բանի շահերը, իսկ անվճարը բոլորը կօգտվեն անվճարից, հա, անկախ իրենց ֆինանսական ռեսուրսների ճանաչելությունից, կստացվի որ մենք պարտադրում ենք մեր հանրությանը բոլոր հեռուստաընկերություններում դիտել այն ինքը չի ուզում դիտել։ Ես ձեզ ասեմ, նույնիսկ Ռուսաստանում զվարճանքի կանալները, սպորտի կանալները եւ երաժշտական կանալները այդպիսի ֆունկցիա չունեն։ Մեր մոտ ստացվում է որ ֆաստը, որը սպորտը ներկայացնում, ստացվում որ 21 TV-ին նրանք անպայման պետք է հեռարձակել քաղաքական բովանդակություն, ինչը մեր համար մի քիչ եւ անհասկանալի է եւ անընդունելի։ Ես չգիտեմ դա ոնց է կարելի անել, բայց դա չէ, կարելի է ընդլայնել աս լավ փորձը եւ օրինակ ցանկացած բենզակալոնկայի պարտադրել ընտրություններից առաջ մի տոննա բենզին տա ամեն մի հեռուստաբանին, ամեն մի կուսակցությանը։ Դա նույն ոճից է, նույն սկզբունքով է։ Հա, տենց է ստացվում։ Այսինքն սա օրինակ, չգիտեմ, մարդիկ են, որոնք կուսակցության շահերն են պաշտպանում, հա, քաղաքական միավորների եւ անտեսեցին եւ հանրային շահը եւ մեր մեդիաների շահը գոնե այդ պարագայում մի քիչ գումարներ աշխատել, սա մեկ